Ֆրանսիացին, երբ որ մուտքագործում Եվրամիության այլ տարածքներ, ինքը ընդհանրապես ի տարբերություն մեզ, որ մենք Շենգենյան գոտու քաղաքացիներ են, ինքը ընդհանրապես ոչ մի սահմանապահ չի տեսնում։ Կան դրված համապատասխան սարքավորումներ, սկանավորում է իր անձնագիրը, կանաչ լույսը վառվում է, դեմքը նկարվում է, անցնում է մուտքագործում օդանավականից։ Այսինքն, եթե գնանք այն կանխավարկածով, թե այ պետքա սահմանապահը անպայման նստած լինի, հաջորդ ասում գալու են ինչ-որ մի հատ մարազմի է վերածվելու, ասելու են, գիտեք ինչ կա, հայ սահմանապահի աթոռը մի փոքր ցածր է դրած, եւ երբ որ ադրբեջանցի մոտենում է, ստացվում է վերևից է նայում իրան, այսինքն արդեն հասել է քաղաքական դաշտը ինչ-որ մի հատ ոնց որ մարազմ է, էլի, այլ բառով չեմ կարող բնութագրել, որպեսզի այլ շրջանակների չվիրավորեմ, բայց ժողովուրդ ջան, ժամանակակից աշխարհում նույն այդ բեռները նորից եմ ասում, դու կարող ես ֆիզիկական ստուգումով, ավելին ասեմ, երբեմն ֆիզիկական ստուգումով դու կարող ես չկարողանալ բացահայտել այն, ինչը որ առանց ֆիզիկական բացելու համապատասխան սարքավորումներով դու կարող ես հայտնաբերել։ Չի կարող չլինել, հասկանում եք, չի կարող չլինել որևէ ստուգում, դա բացառված է։ Ասում եմ, որ մենք միջազգայինորեն պարտավորված ենք